Ողջույն սիրելիներ, ուրախ եմ կրկին ձեզ հետ լինել և շարունակել Աստվածաշնչի սերտումը ծննդոցից մինչև հայտնություն։ Անցած դասում տեսանք, որ Հիսուսն է միակ ճանապարհը և ճշմարիտ մաքրությունը։ Այսօր կնայենք Ղևտացիների 12 և 13-ը, որտեղ Հիսուսը բացահայտվում է որպես մեր մաքրարար և մեր բժիշկ։ Ղևտացիների 12-ում Աստված խոսում է ծննդաբերությունից հետո կնոջ մաքրման ծեսի մասին։ Երբ որ տղան էր ծնվում 40 օր, իսկ երբ աղջիկը 80 օր, կինը պետք է անմաքուր համարվեր։ Ծեսի վերջում նա պետք է բերեր ողջակեզ և մեղքի ընծա, որը գրված է Ղևտացիների 12:6-ում։ Եվ հենց այստեղ Հիսուսի ծննդյան պատմությունն է ապրում։ Մարիամը ու Յովսեփը հենց այս ծեսն էին կատարում, երբ Հիսուսին տարան Երուսաղեմ։ Երբ Մովսեսի օրենքի օրերը ավարտվեցին, նրան տարան Երուսաղեմ, Ղուկասի 2:22-ն է ասում։ Մարիամն աղքատ էր, նա 2 աղավնի բերեց, ոչ թե գառ, Ղուկասի 2:24-ը, բայց ինչ հրաշք։ Ողջակեզը հենց ինքը այդ մանուկն էր, որը Մարիամի գրկում էր, Հիսուս մանուկը։ Զոհ բերողը ինքը կատարյալ զոհն էր։ Ղևտացիների 12-ի ամբողջ ծեսն իր մեջ կատարվեց։ Ղևտացիների 13-ը երկար գլուխ է բորոտության ախտանիշների մասին։ Քահանան զննում էր հիվանդին, եթե բորոտ էր, դուրս էր հանվում ճամբարից և մենակ էր ապրում։ Եվ նա անընդհատ ճվում էր, անմաքուր եմ։ Դա գրված է Ղևտացիների 13-ի քառին քառվեցը։ Բորոտությունը Աստվածաշնչում մեղքի ամենախոր կերպարն է խորհրդանշում։ Ներսից է սկսվում, դանդաղ տարածվում, ամբողջ մարմինը ներգրավում, մեկուսացնում Աստծուց և ժողովրդից։ Ճիշտ այնպես, ինչպես մեղքն է անում մեր հոգու հետ։ Եվ հիմա տեսնենք, թե ինչ արեց Տեր Հիսուսը, երբ նա տեսավ բորոտին։ Տեր, եթե ուզում ես, կարող ես ինձ մաքրել, ասեց բորոտը։ Իսկ Հիսուսը ինչ արեց ելներ, ձեռքը երկարեց կպավ և ինչ ասեց Մատթեոս 7:2-3-ը, եթե հիշում եք, ասեց ուզում եմ մաքրվի։ Ղևտացիների քահանան հեռվից էր զնում բորոտին, չէր կպչում, իսկ Հիսուսի ձեռքը մեկնվեց դեպի բորոտը։ Ղևտացիների կանոնով բորոտին կպչողը ինքը կդառնար անմաքուր, բայց Հիսուսի ձեռքի տակ հակառակը կատարվեց, թանկագիններ։ Բորոտը դարձավ մաքուր։ Սա ավետարանի էությունն է։ Հիսուսը ոչ թե հեռվից է նայում մեր մեղքին, նա մոտենում է, գալիս է, կպչում է և իր սրբությամբ մեր անմաքրությունը փոխում է մաքրությամբ։ Փառք Տերոջը, հալելույա։ Եթե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ ու արդար է, որ մեր մեղքերին թողություն կտա և կմաքրի մեզ ամեն անիրավությունից, ասում է Առաջի Հովհաննեսի 1:9։ Սիրելիներ, գուցե այսօր ներսից բորոտ ես զգում, ամոթ, մեղք, անմաքրություն, մեկուսացում Աստծուց։ Մի կանչիր անմաքուր եմ, այլ կանչիր Հիսուսի անունը։ Նա ձեռքը չի փոխվել, նա կմեկնի և կասի ուզում եմ մաքրվիր։ Եվ այսօր էլ նա կենդանի է, թանկագիններ։ Եկեք աղոթենք, խնդրենք, որպեսզի Տերը մեզ ամեն անմաքրություններից, ամեն բորոտություններից մաքրի։ Տեր Հիսուս, շնորհակալ ենք, որ դու եկար և մեր բորոտությունը, Տեր ջան, մաքրության դարձրեցիր։ Շնորհակալ ենք Հիսուս ջան, որ քո արյունը թափվեց Գողգոթայում, որպեսզի մեզ մաքրի և սրբի։ Շնորհակալություն քեզ ամեն բանի համար։ Մենք սիրում ենք քեզ Հիսուս։ Ամեն։ Թանկագիններ, եթե ձեզ համար օրհնություն էր այսօրվա մեր սերտողությունը, կարող եք կիսվել ձեր ընկերների հետ, եթե ունեք ձեր կարծիքները մեկնաբանություններում կարող եք գրել և Աստծո կամքով կհանդիպենք վաղը։ Աստված օրհնի քեզ և քո ընտանիքը։